Հայաստանի պետական պարտքը կազմում է 14 միլիարդ 590 միլիոն դոլար հունվար ամսվի դրությամբ։ Լսենք ֆինանսների նախարարին, որը հենց նույն Վահե Հովհաննիսյանն է, որը մոռացել էր հայտարարագրում նշել իրան պատկանող գույքը։ Այո, պարտքը աճում է եւ ինչ-որ մի միլիարդից դառել է մի հատ ուրիշ միլիարդ, բայց այդ մենք հազար անգամ խոսել ենք դրա մասին, որ այդ հիմա պետություններ էլ կան, որոնք տրիլիոններով ունեն։ Հիմա ինչի ենք այդ միլիարդից խոսում, դրա համար պետք է խոսենք դրա համամասնությունից։ Да что ты, черт побери, такое несешь? Երիտասարդը փորձում է կապել տրիլիոնավոր դոլարներ ունեցող պետական պարտք պետությունների հետ, բայց մոռանում է, որ տրիլիոնավոր դոլարներ պետական պարտք ունեցող պետություններն են եզակի, նույնը Ամերիկան, որ այդ դոլարները տպում է։ Մենք չենք տպում դոլարներ։ Եվ հենց այս պայդրությամբ համախառն մեկ հոգու համար մենք ունենք իրանց վերցված 4860 դոլար պարտք։ Դու, քո նորածին երեխան եւ քո ընտանիքի բոլոր անդամները մարդը 4800 դոլարից ավել։ Եվ վճարվելիք տոկոսները կազմում են ավել, քան Հայաստանի պետական բյուջեի ծախսերը պաշտպանության վրա, կրթության վրա, գիտության վրա եւ առողջապահության վրա։ Այսինքն մենք տարեկան ավելի շատ փող ենք վճարում որպես պարտքի սպասարկում տոկոս, քան թե ծախսում ենք մեր այդ ամենակարևոր ոլորտների վրա, որ Վահեն եւ իր նմանները ստանան միլիոնավոր պարգևավճարներ, մինչև 8 միլիոն դրամ պարգևավճարներ։ Լավ եղեք, զգույշ եղեք, զգոն եղեք։